ես տեղյակ եմ պահում, որ միաձայն եւ հանրապետական շնորհիվը եւ կուսակցության գործադիր մարմինի վարչությունը կայացրել է որոշում մեկ մասնակցել առաջիկա ընտրություններին, որոշում երկու կուսակցության տեխնացու, վարչապետի տեխնացու առաջադրել վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյան։ Իսկ կարևորում ենք առաջիկա ընտրությունների մեր մասնակցությունը, այն բացարձակ սովորական ընտրություններ չի, խորհրդարան մտնելու խնդիր չի բացարձակ, մենք այն գնահատում ենք այսպես, մեր երկիրը գտնվում է վտանգանոց ինքնիշխանության կորստի փուլում, մենք կորցնում ենք մեր պետականությունը եւ այս փուլում բոլոր նրանք, ովքեր ընդհանուր խորհրդարան մտնելու խնդիր են դնում, ուղղակի նպաստում են իշխանությունների օրակարգին։ Մեր խնդիրը շատ ավելի հավակնոտ է, շատ ավելի մեծ է, շատ ավելի մտահոգիչ է, եւ մենք մտնում ենք նախընտրական պայքարի մեջ առավելագույնը մեծ դաշինք կամ այդպիսի դաշինք ձևավորելու համար, որով հնարավոր լինի մեր երկիրը փրկել ու վարկել զգալիությունից։ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, նախ եւ առաջ ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Հայ ազգային կոնգրեսին այս որոշման համար, այս վստահության համար ես դա ընդունում եմ երախտագիտությամբ եւ պատրաստակամությամբ միասնաբար գնալ դեպի հաղթանակ։ Եվ դա պիտի ոչ թե Հայ ազգային կոնգրեսի հաղթանակը միայն, այլ պիտի լինի մեր ամբողջ ժողովրդի հաղթանակը։ Հայաստանը հիմա գտնվում է շատ խոտորկալից մի աշխարհաքաղաքական միջավայրի մեջ, որը շատ լուրջ սպառնալիքներ է ներկայացնում մեր պետականության համար։ Հայաստանը կանգնած է շատ լուրջ մարտահրավերների առջև, բայց Հայաստանի դիրքը ծանրանում է ոչ միայն այն պատճառով, որ մենք ունենք այդ աշխարհաքաղաքական հակամարտությունների պատված այդ սպառնալիքները, որոնք ախվել են մեր ազգի վրա, բայց մենք նաև ցավոք սրտի այս պատմական ժամանակաշրջանում ունենք ներքին մի սպառնալիք, իդեմս այսօր գործող ռեժիմի եւ նրա պարագլխի Նիկոլ Փաշինյանի։